Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր համարում եմ կարևոր, որ մենք խոսենք վերջի զարգացումների մասին եւ վերլուծենք կարևոր այն զարգացումները, որոնք վերջի ամիսների եւ վերջի շաբաթների ընթացքում տեղի ունեցան։ Դուք գիտեք, որ այս փուլում ես շատ ավելի քիչ վերլուծություն եմ առաջարկել ձեզ այս ալիքի միջոցով, չնայած նրա, որ նույն այս ալիքում դուք գիտեք, որ կա հատված, որտեղ որ ես դնում եմ հարցազրույցները եւ ես շարունակել եմ այս նույն շրջանում ակտիվ հարցազրույցները տարբեր հեռուստաընկերությունների եւ ալիքների հետ, որտեղ որ պատասխանել եմ կարևոր հարցերին, բայց այստեղ այս ալիքում զուգահեռ նրա, որ ես վրացական հասարակությունում իմ ակտիվությունները շարունակում եմ եւ ավելացել է նույնիսկ նոր հատված, դա քննարկումի հնարավորություն է, որը ալիքներից մեկը Վրաստանի ինձ առաջարկել է, որ ես վարեմ եւ միևնույն ժամանակ մասնակցեմ հանրային քննարկումում եւ հրավիրեմ հյուրեր, դրա ուրեմն օրինակները դուք տեսել եք եւ դա պետք է շարունակեմ, որովհետեւ կարևոր մաս է ներքաղաքական այն ծանր իրավիճակի, որը Վրաստանում ստեղծվել է, ընդհանրապես դուք գիտեք, որ իմ ուշադրության մեծ մասը շեղված է հենց Վրաստանի ներքաղաքական օրակարգին, բայց զուգահեռ դրա իհարկե մենք նաև շարունակելու ենք վերլուծությունները այստեղ եւ այն ձևաչափով, որով աշխատել ենք ձեր հետ միասին։ Սրա նպատակը այն է, որ մենք առաջարկենք այստեղ այնպիսի վերլուծություն, որը չկա ուրիշ հարթակներում եւ շատ հարցեր եւ թեմաներ կան, սիրելի հայրենակիցներ, որոնք զարգացել են այս ժամանակահատվածում եւ որոնց մասին դուք կարող եք տարբեր ալիքներում հայկական վերլուծական դաշտի ստանալ տեղեկատվություններ, շատ հարգարժան վերլուծաբաններ ունենք, եթե ձեզ հետաքրքրեն, թե ում նկատի ունեմ, ես իհարկե կարող եմ նշեմ, բայց համոզված եմ, որ այս ալիքի մասնակիցները, բաժանորդագրված ուրեմն անդամները շատ լավ գիտեն եւ դուք ինքներդ շատ լավ պատկերացնում եք, թե ում մասին կարա լինի խոսքը, երբ նկատի ունեմ տարբեր հայկական վերլուծական դաշտի ուրեմն ներկայացուցիչներին, որոնք շատ բարձր մակարդակի վերլուծական, այսպես ասած, նյութեր են պատրաստում։ Միևնույն ժամանակ այստեղ մենք շարունակելու ենք աշխատել հենց այն ուղղություններով, որոնք տարբերվում են նորությունների օրակարգից եւ ավելի ֆիքսվելու ենք նրա վրա այն ինչ առաջի հերթին հիշեցնեմ, որ այս ալիքի ստեղծման նպատակը միշտ եղել է, որ այստեղ առաջարկեմ այն թեմաների մասին քննարկումը, որի բացն եմ տեսնում հայկական վերլուծական դաշտում։ Ուստի շատ բաների մասին ես չեմ կրկնվելու, ինչ արդեն ակտիվորեն քննարկվել է եւ քննարկվում է այն նույնիսկ այս ժամանակահատվածում ամբողջ հայկական վերլուծական դաշտում, բայց հիմա փորձելու ենք մենք ամփոփել այն տվյալները, ես սպասում եմ իհարկե նաեւ զարգացումներին, այդ թվում կոնկրետ Թրամփի վարչակազմի մասին է խոսքը եւ նոր նախագահի մոտեցումների, որ մենք կարողանայինք արդեն ավելի հստակ ամփոփել եւ ավելի հստակ հասկանալ, թե ինչ մոտեցումներ է ունենալու Դոնալդ Թրամփը եւ Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ։ Բայց բացի դրանից հիմա կխոսենք նաեւ մի քանի ավելի կարևոր թեմայի մասին, որը վերաբերվում է նաեւ տարբեր աշխարհակաղակական զարգացումներին, որտեղ որ Միացյալ Նահանգների նոր նախագահի ազդեցությունը կա եւ դա շատ ուղիղ կապ ունի մեր հետ։ Լոգիստիկ հարցերի մասին խոսենք, Ուկրաինայի զարգացումների մասին խոսենք եւ ընդհանուր ստեղծված իրավիճակի։ Առաջերտին ես ձեզ կոչ եմ անում նորից, որ բաժանորդագրվեք մեր ալիքին, դնեք զանգակը, լայքեք այս վերլուծությունը եւ գրեք ձեր մեկնաբանությունները, սա շատ կարեւոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Սիրելի հայրենակիցներ, Թրամփի հայտարարությունը, ըստ որ ինքը ուզում է կանգնեցնել Ուկրաինայում պատերազմը, որով փաստացի սառեցնում է այս ճակատը եւ որով Ուկրաինայի տարածքների մի մասը, որը Ռուսաստանին անհրաժեշտ է եւ մենք սրա մասին խոսել ենք, այդ թվում լոգիստիկ կապերի համար,
փաստացի Միացյալ Նահանգները պատրաստ են զիջել այդ լոգիստիկ կապերը Ռուսաստանին եւ Չինաստանին եւ նաեւ Թուրքական միությանը ինչ որ առումով, բայց առաջ երթին Ռուսաստան-Չինաստանին եւ տալ այդ հնարավորությունը։ Ինչը իհարկե շատ վատ զարգացում է, որովհետեւ սա ունենալու է ազդեցություն մնացած ուրիշ հատվածներում։ Բայց մենք տեսնում ենք զուգահեռ դրա, որ Իսրայելում հակառակ գործընթաց տեղի ունենում։ Միացյալ Նահանգները չի պատրաստվում զիջել Իսրայելը եւ հակառակը Դոնալդ Թրամփի արդեն նախագահության ընթացքում 12 միլիարդ դոլարը արդեն զենք տրամադրվել Իսրայելին եւ Իսրայելը պատրաստվում է պատերազմի համար Սիրիայում։ Մենք առանձին ձեր հետ պետք է խոսենք Սիրիայում ստեղծված նոր իրավիճակի մասին, որովհետև այդտեղ առճակատումը Թուրքիայի եւ Իսրայելի միջև շատ լուրջ է եւ Միացյալ Նահանգների դերը այդտեղ ակնհայտ է, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների դերը Ղազայի ուղղությունով, որտեղ որ Թրամփը գիտեք առաջարկել է, որ Ղազան ամբողջությամբ մասնի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ եւ բնիկ ուրեմն բնակչությունին այդտեղ իրենք ուրիշ տեղ անցնեն ապրելու, մեղմ ասած, եւ այդ տարածքում շինարարական գործընթացներ սկսվեն։ Բացի դրանից մենք տեսնում ենք, որ մտահոգված են շատ Թայվանում, որովհետեւ խնդիր է արդեն ստեղծվում, թե ինչքանով Միացյալ Նահանգները կաջակցեն Թայվանին եւ Հարավային Կորեան եւ Ճապոնիան իհարկե նաեւ մտահոգված են, բայց ամենաշատ մտահոգված է այս պայն Եվրոպան, որովհետեւ Եվրոպան մնում է միայնակ կարելի ասել, այս փուլում Միացյալ Նահանգների աջակցությունը լրջորեն նվազել է։ Եվրոպան փորձում է ձևավորել իր դաշինքը, եւ սա շատ կարեւոր զարգացում է, սրա մասին մենք եւս առանձին պետք է խոսենք, ավելի մանրամասն, այս դաշինքը ունի իր հնարավորությունները, այդտեղ կա Ֆրանսիայի եւ Միացյալ Թագավորության լուրջ միջուկային հնարավորությունները եւ դերը, եւ հատկապես ես կարծում եմ Հայաստանը ունի անելիք Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններում, ինչպես նաեւ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման ուղղությունը պետք է օրակարգային լինի, նկատի ունեմ հատկապես փաստաթղթային հարաբերությունների մակարդակը, Ֆրանսիայի հետ դաշնակցությունը, ռազմատեխնիկական հարաբերությունները, բայց միևնույն ժամանակ ստեղծվում է լուրջ մարտահրավեր։ Մարտահրավեր նրա, որ Վրաստանում ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին կկարողանա պահել իշխանությունը, սա իր պատկերացումն է, որը ամրապնդվում է նրանով, որ Միացյալ Նահանգները նոր քաղաքականությունը ընդունում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը եւ դուք գիտեք, որ խոսք է գնում դեսպանությունների վերականգնման մասին, ինչպես նաեւ խոսք է գնում փաստացի պատժամիջոցների կարելի ասել մի մասի առնվազն չեղարկման մասին, սրա մասին քննարկումներ կան, բայց ինչքանով սա իրականություն կդառնա, մենք չգիտենք։ Միացյալ Նահանգները այս պահին սահմանափակել են Ուկրաինայի համար ռազմական աջակցությունը, ինչպես նաեւ տվյալները հետախուզական չեն փոխանցում Ուկրաինային, սրանով ստիպելով Ուկրաինային նստել բանակցությունների սեղանին եւ փաստացի պայմանավորվել, որ սառեցվի պատերազմը։ Խնդիրը նրանում է, որ պատերազմի սառեցմանը Ուկրաինան պատրաստ չէ առանց որևէ երաշխիք, որովհետեւ սա կլինի պարտություն Ուկրաինայի համար։ Պատերազմը սառեցված էր 3 տարի առաջ եւ Ուկրաինան ուներ ավելի շատ այդ ժամանակ տարածք, հիմա ավելի մեծ տարածքային կորուստներով նորից սառեցնել պատերազմը, ինչու է տարբերությունը, այսքան զո, այսքան տառապանք, բայց Ուկրաինան ինչով է այստեղից նույնիսկ եթե սառեցվում է պատերազմը, ինչը պատերազմի ավարտ չի նշանակում, ինչով է այստեղից դուրս գալիս։ Եվ Ուկրաինան առնվազն ուզում է ստանալ եվրոպական զորքեր իր տարածքում, որը կստեղծի հիմք նրա, որ ապագայում այդ պատերազմը չի վերասկսվի եւ չի վերականգնվի եւ նորից չի զարգանա։ Ավելի ճիշտ որ ասենք, եթե վերասկսվի այդ պատերազմը, ապա ավելի մեծ լայնածավալ պատերազմ կլինի եւ Ուկրաինան այդ դեպքում չլինի միայնակ եւ կկարողանա ուրեմն եվրոպական
իր գործընկերների հետ միջավետել Ուկրաինան Եվրոպական միության անդամ պետություն կդառնա իհարկե ու անվտանգությունը իր ապահովել։ Խնդիրը նրանում է, որ նույն այդ մոտեցումով Իվանիշվիլին պատկերացնում էր, որ Վրաստանը կարողանալու է պահել ռուս, թուրք, չինական այս տանդեմում, եռյակում, ճակատում, կարելի ասել, բռնապետությունների եւ նաեւ հույս ունեն, որ կարա սահմանափակել Հայաստանը եւ սահմանափակել Հայաստանի դեպի Եվրոպա ընթացքը, որը այո խոչընդոտվում է կարելի ասել։ Իհարկե հնարավորություններ կան, բայց այս փուլում շատ ակտիվ են միասնական գործում մի քանի այս քաղաքական կենտրոնը՝ Մոսկվա, Պեկին, Անկարա, Ստամբուլ նշելով, իհարկե իրանց կենտրոնը Անկարայում է, բայց Ստամբուլը նաև իրանց կենտրոններից մեկն է, ընդհանուր առմամբ թուրքական միություն կարելի ասել, եւ այստեղ շատ կարևոր է նաև նշել, որ 3+3-ի այս ձևաչափը, որտեղ որ Վրաստանը ուզում է միանալ, ունի այդ ցանկությունը, այսօրվա իշխանությունը, պետք է ստեղծի այդ խոչընդոտը եւ Հայաստանին ստիպի, որ մնա Հայաստան տարածաշրջանում, չգնա դեպի Եվրոպական միություն։ Մի խոսքով Վրաստանի օրինակով խոչընդոտվի Հայաստանի եվրոպական ինտեգրացումը։ Եվ կա նաև շատ կարևոր այդպես կոչված էքստրատերիտորիալ Զանգեզուրի միջանցքի ծրագիրը, որին նայելով Իլհամ Ալիևը պատկերացնում է, որ այս փուլում ինքը կարա կրկնել ուկրաինական սցենարը, որի կարա կոչի հարևան պետությունին ֆաշիստ, գիտեք, Իլհամ Ալիևը կոչել է Հայաստանին ֆաշիստ, Ռուսաստանը կոչում է Ուկրաինային ֆաշիստ, ասել որ այդպիսի պետություն գոյություն չունի, Ռուսաստանը ասում է Ուկրաինան գոյություն չունի, Ադրբեջանը ասում է Հայաստան գոյություն չունի, հարձակվել տարածքի վրա պետության, Հայաստանի դեպքում Սյուրիքի մասին է խոսքը եւ գրավել, բացել այդպես կոչված ոչ օրինական էքստրատերիտորիալ Զանգեզուրի միջանցք։ Սրանով կապելով թուրքական աշխարհը միմյանց հետ, ձևավորելով եւ ամրապնդելով թուրքական միությունը։ Դուք գիտեք, որ Իլհամ Ալիևը 3 այցով էր Անկարա, հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ կարող է նաեւ քննարկվեին հարցեր հենց այս միջանցքի թեմայով։ Սպառնալիքներ Ադրբեջանի կողմից կան, օրերս 3 կարծես ադրբեջանական պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել, որ հայկական կողմը կրակ է բացել, Գորիսի փոխարեն նշելով Գորուս եւ փաստացի իրենց արևմտյան Ադրբեջանի թեզը շարունակելով զուգահեռ դրա մենք տեսնում ենք ադրբեջանական ռետորաբանությունը իրենց ԶԼՄ-ների միջոցով, որին ես ակտիվորեն հետևում եմ, դա շատ կարևոր եմ համարում եւ այդտեղ մենք տեսնում ենք, որ ԶԼՄ-ները ադրբեջանական խոսում են տարածքային գրավման սցենարի մասին, խոսում են Հայաստանի պետականության ոչնչացման մասին եւ ուրիշ հարցերի մասին։ Ուստի վտանգները Հայաստանի Հանրապետության հանդեպ լրջորեն աճում են եւ այս տարվա ընթացքում վտանգը ռազմական գործողությունների իհարկե բարձր է։ Բացի դրանից, զուգահեռ դրա, պետք է նշել, որ կան նաեւ հնարավորություններ։ Եվրոպական ոչ միայն միությունը, այլ մայրցամաքը, եվրոպական պետությունները այսօր միավորվում են, ձևավորում են նոր եվրոպական դաշինք, եվրոպական ռազմաքաղաքական կենտրոն, եւ այդ կենտրոնը հետաքրքրված է եւ Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ այլ ավելի հետաքրքրված լինի նրանում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չունենան ցամաքային կապ։ Այդ ցամաքային կապը անցնի Հայաստանի սուվերեն տարածքներով եւ վերահսկվի Հայաստանի կողմից։ Ուստի դրա անելու համար պետք է ամրապնդել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը։ Հայաստանը կարող է եւ պետք է դառնալ այդ եվրոպական դաշինքի մաս։ Զուգահեռ դրա իհարկե Հնդկաստանը շատ կարևոր հետաքրքրվածություն ունի Հայաստանում եւ թույլ չտալ, որ թուրքական միությունը ձևավորվի, որը հետո Աֆղանստանով դուրս է գալի Պակիստան եւ ստեղծում է լուրջ խնդիրներ Հնդկաստանի համար, ակնհայտ է։ Դա է պատճառը, թե ինչու է Հնդկաստանը մատակարարում Հայաստանին զենք։
Եվրոպական միություն եւ եվրոպական մայրցամաք Հնդկաստան դա երկու մեր գլխավոր դաշնակիցներն են այս փուլում։ Բացի դրանից իհարկե Հարավային Կորեա, Ճապոնիա, բայց Միացյալ Նահանգների հետ ակտիվ պետք է աշխատել։ Եթե Միացյալ Նահանգները հետաքրքրված են տարբեր հարցերով, այդ թվում տնտեսական հարցերով, պետք է հետաքրքրվածություն բերել Հայաստան։ Իհարկե կա հարցեր, որը խնդրահարույց են, բայց ստեղծվել է շատ ցավալի իրավիճակ։ Դրա վառ օրինակն է այն, ինչ Ուկրաինայում տեղի է ունենում։ Այդ մետալների հարցը, որը Ուկրաինայում զարգանում է, իհարկե ցույց է տալիս, որ միևնույն ժամանակ որ արժեքները այսօրվա Միացյալ Նահանգների Թրամփի վարչակազմի համար ամենագլխավոր հարցը չեն, ինչը իմ համար անընդունելի է։ Ես կարծում եմ, որ արժեքները ազատության արժեքը, ճշմարտության, ժողովրդավարության, իդեմս նշեմ ոչ այն ժողովրդավարության, որը հիմա կա, այլ ժողովրդավարության ինչպես գաղափար, որովհետև մեկ բան է ունենալ ժողովրդավարական համակարգ եւ ուրիշ բան է իրական ժողովրդավարություն ունենալ։ Ժողովրդավարական համակարգ կա այսօր Վրաստանում, բայց չկա ժողովրդավարություն։ Ժողովրդավարական համակարգ կա Թուրքիայում, բայց չկա ժողովրդավարություն։ Ուստի ժողովրդավարությունը միշտ չի, որ նշանակում է ուղիղ հենց այն ինչ գաղափարի մեջ դրած է։ Ժողովրդավարություն, մեծամասնության իշխանություն կա Ադրբեջանում, բայց ինքը ժողովրդավարություն չի։ Դեմոկրատիա, մարդու իրավունքներ, սա շատ իրար հետ ամեն ինչ կապված է, մարդու իրավունքների չկա հատված։ Մենք տեսանք, որ Ադրբեջանը օրերս որոշում է կայացրել, որ ՄԱԿ-ի տարբեր ներկայացությունները Ադրբեջանում, Կարմիր խաչը եւ ուրիշները պետք է լքեն Ադրբեջանը։ Սա իհարկե շատ վատ զարգացում է եւ մեկ անգամ եւս ցույց է տալիս զուգահեռ նրա, որ սահմանափակվել են Ադրբեջանում միջազգային ԶԼՄ-ները, իդեմս նշեմ ռուսական նաեւ, ինչպես նաեւ արևմտյան, սա ցուցանիշ է նրա, որ Ադրբեջանը էր ավելի մոտիկանում է Հյուսիսային Կորեային։ Իսկ սա նշանակում է, որ հարձակման դեպքում Ադրբեջանում որևէ մեկը Հայաստանի վրա հարձակման նկատի ունեն։ Ադրբեջանում որևէ մեկը չի գնա Իլհամ Ալիևի դեմ։ Եվ իրանք կդառնան ազգ մարդասպան։ Ամբողջությամբ ազգությունով։ Նկատի չունեմ ադրբեջանցիքը ուրիշ տեղերում, խոսքին Վրաստանում, իրանք հեչ կապ չունեն մեծամասնությունը կամ մի մասը առնվազն Վրաստանի ադրբեջանցիքի կապ չունեն Իլհամ Ալիևի, հակառակը դեմ են։ Միայն մի մասն է, որը կողմ է Իլհամ Ալիևի, բայց ես նկատի ունեմ Ադրբեջանում գտնվող մարդիկ իրանք լինելու են ստրուկ եւ իրենց հրամայելու են հարձակվել Հայաստանի վրա եւ իրենք կատարելու են հրամանը։ Ինչու՞։ Որովհետեւ դա Հյուսիսային Կորեային է արդեն նմանվում։ Այս դեպքում վտանգները շատ լուրջ են, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը այստեղ ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք, հեծանիվ քշելու ժամանակ չունի։ Անկեղծ ասած, ժամանակ դրա չկա։ Այսօրվա Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, թե ինչ մարտահրավերի առջև են կանգնած։ Պարզ ասենք, ինչ մարտահրավեր է։ Հայոց ցեղասպանության մարտահրավերից, որը մեկ անգամվա ելույթ չէր, մեկ անգամվա իրադարձություն չի եղել։ Մենք դեռ դուրս չենք եկել։ Այս ցեղասպանությունը, ինչպես երևույթ, շարունակվում է։ Հարցը նրանում չի, որ մենք գնանք եւ ցեղասպանության ճանաչում պահանջենք եւ խոսենք ցեղասպանության մասին։ Դրանում չի հարցը։ Հարցը նրանում է, որ այս խնդիրը օրակարգային է Հայաստանի համար։ Եվ այդ խնդրին պետք է հայ ազգը պատրաստ լինի։ Բոլորը պատրաստ լինեն։ Այդ թվում նկատի ունեմ ինքնապաշտպանության համար ուղիղ պատրաստություն։ Առանց դրա հնարավոր չի խոսել այս տարածաշրջանում գոյության մասին։ Դա փաստ է ուղղակի։ Զուգահեռ դրա պետք է զարգացնել ռազմական հնարավորությունները։ Ադրբեջանը դեմ է, թուրքական միությունը դեմ է, բայց դա այլընտրանք չունի։
Դա փաստ է։ Չկա այլ ընտրանք։ Նրանով, որ որևէ մեկը առաջարկի չզարգացնել Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, Ադրբեջանի ցանկությունները չեն նվազելու։ Ուստի այդպիսի առաջարկ չկա օրակարգում։ Բացի դրանից ես համարում եմ կարևոր աշխատել Թուրքիայի հետ երկկողմ օրակարգով։ Ինչքան էլ Ադրբեջանը եւ Թուրքիան մեկ ազգ երկու պետություն լինեն, այո, մեկ ազգ են, երկու պետություն են։ Իսկ պետությունները ունեն տարբերություններ։ Եվ այո, կա Թուրքիայում այն, ինչ չկա Ադրբեջանում։ Թուրքիան այդքան էլ չի ուզում Ադրբեջանի պես հեռանալ արևմուտքից։ Եվ այդքան էլ չի պատրաստ մեկ աթոռի վրա նստել, այսօր նստած է երկու աթոռի վրա եւ շարունակում է այդ իր համար շատ ճիշտ քաղաքականությունը այս պատմական փուլում։ Հայաստանը չունի այդ հնարավորությունը երկու աթոռի վրա նստելու, իրականում նստած է երկու աթոռի վրա հիմա էլ, բայց ուղղակի դա Հայաստանին չի տալի այդ հնարավորությունները, որովհետեւ Թուրքիան եւ Հայաստանը կարևոր ձևով տարբերվում են։ Առաջի հերթին հնարավորություններով տնտեսական եւ ռազմական արդյունաբերությունով, դեմոգրաֆիկ հնարավորություններով։ Թուրքիան սուբյեկտ է, Հայաստանը, Վրաստանը օբյեկտ։ Շատ դեպքերում, ոչ բոլոր, բայց շատ դեպքերում։ Եվ Հայաստանին պետք է մատակարարումներ ռազմական, Թուրքիան ինքն է մատակարարում եւ հակառակը ինքն է վաճառում։ Ուստի Թուրքիայի հետ երկկողմ բանակցությունները, երկկողմ հարաբերությունները, որոնք կբերեն նրան, որ կապը Սյունիքի մարզով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կպայմանավորվի Թուրքիայի հետ եւ Թուրքիան նաեւ իր դերը կխաղա դրանում, Հայաստանը պայմանավորվի հենց Թուրքիայի հետ, որ Հայաստանը պատրաստ է կոնստրուկտիվ դեր խաղալ, բայց պատրաստ չէ, որ սա փոխանցի Ադրբեջանին կամ Ռուսաստանին, սա կարող ունենա իր արդյունքները։ Ես կարծում եմ այս պատմական փուլում առավել կարևոր է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ձևավորելը, սա Հայաստանի անվտանգության համար լուրջ երաշխիք կլինի, չունենալ այդպիսի դիվանագիտական հարաբերությունները լուրջ սպառնալիք է։ Հատկապես Թուրքիայի տարածաշրջանում աճող դերը հաշվի առնելով։ Դրա վառ օրինակը Սիրիան է, Իրաքն է, Լիբանանն է, որտեղ որ Թուրքիայի դերը աճել է եւ որտեղ որ Իրանի եւ Ռուսաստանի դերը նվազել է։ Ինչպես նաեւ Կենտրոնական Ասիան, ինչպես նաեւ Ադրբեջանը, ինչպես նաեւ ուրիշ հատվածներ։ Աֆղանստանը խոսքին, Պակիստանի հետ հարաբերությունները, Կատարի հետ հարաբերությունները։ Մի խոսքով մենք մտել ենք շատ բարդ փուլ, որտեղ որ սիրելի հայրենակիցներ, մենք ձեր հետ կփորձենք շատ ավելի մանրամասն վերլուծել այս հարցերը։ Եվ այն մեր մասնակիցների համար, ով միջև այստեղ լսեց եւ մնում է ալիքում, ես ունեմ հարց, թե որ թեմաների մասին, որոնք ես քննարկեցի հիմա, դուք կուզեիք, որ մենք շատ ավելի խորը խոսեինք եւ ավելի մանրամասն վերլուծեինք, որովհետեւ դու հասկանում եք, թեմաները շատ են, ժամանակը սահմանափակ է, կա անելիքներ Վրաստանում, 3 դատական գործ ունեմ խոսքին, իմ դեմ ճանապարհը փակելու համար իբրև Ռուսթավելի փողոտայում բողոքի ցույցերում մասնակցելու համար իրականում եւ շատ լուրջ տուգանքներ, որոնք լրջորեն աճել են եւ բոլորի դեմ են օգտագործում այդ տուգանքները, ցույցերը շարունակվում են, բայց տուգանքները շատ ակտիվ են եւ այդ թվում այսօր էլ ուրիշ օրերին էլ զբաղված է այդ թվում այդ դատական գործերով։ Ուստի դատական գործերը դեռ արժևում են, բայց ամփոփելով ուզում եմ ասեմ, որ ժամանակը սահմանափակ է եւ պատրաստ եմ խոսեմ այն թեմաների շուրջ, որոնք ձեզ ավելի կհետաքրքրեին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, սիրելի հայրենակիցներ, մենք կհանդիպենք։